Տեսեք, բայց դուք իրոք մտածում եք, որ մենք դահլիճում տենց բոլորս նստած իրար ատում ենք։ Տես չի, տես։ Ալե Սիմոնյանը բան Եղևնի է գնել։ Դե բայց չիմանանք ում փողերով է այդ Եղևնին հետաքրքիր մարդ է։ Դե հա փետակից հասկացանք, բայց ում փող մի բոլորով։ Հետաքրքիր հարցեր առաջանում է հիմա։ Ուզում ձեր հետ լատարե խաղալ, տենց։ Ո եկեք լատարե խաղալ։ Դուք դնում եք ձեր աշխատավարձը մի ամսվա, ես իմ մի ամսվա աշխատավարձը եւ խաղում ենք մի ամիս։ Բայց ձերը քիչ։ Ես երկու բարձրագույն կրթություն ունեմ։ Քաղաքական մեծ ճանապարհ եմ անցել։ Բայց ինչի՞ պետք է աշխատավարձ չստանամ, ուզում հասկանամ։ Պետք է չստանամ։ Հիմա այս բանը ես քեզ այս քիչ եմ աշխատավարձ ստանում, բայց ինչի՞ պետք է չստանամ։ Համաձայն եմ։ Դե չգիտեմ։ Դուք իմանաց եք անելու մենք գործ չունենանք, ես ռաֆոն էլ չաշխատենք։ Գիծկա պետք է չանցնես։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան, նախ շնորհակալ ենք, որ եկել եք մեր այս համեստ խոհանոցը, հուսամ ձեր դուրը կգա այսօր, մեր դուրը կգա այսօր, նախ ձեզ ծանոթացնենք մեր խոսքի ձկնիկի հետ, ինքը շատ գաղտնապահ է ու լիքը տարբեր ինֆորմացիաներ ունի, դրա համար այսքան ուռած, Ձկնիկ ջան, Ալեն Սիմոնյան, ինձ թվում է ինքը ձեզ գիտի հաստատ, մի քիչ ամաչում է, չէ, մի քիչ կներեք, էլի որ հետևով չի լինում, չենք կարող պային։ Պարոն Սիմոնյան, մենք ձեր համար պատրաստել ենք տաք հարցեր, հեսա Ռաֆիկը թող բերի, տաք հարցեր, սենց արագ տաքացրել ենք ձեր համար։ Ուտելու բան չկա ուրիշ։ Չէ։ Էսա։ Չէ։ Ես ասացի, մեր սկրոմնին է, այս մի քիչ տաք է, իրոք, Հիմա նա հետս կբերեի ուտելու բան։ Միս անգամ ապա։ Կներեք չենք ֆինանսավորվում, Էսա գերեք, էս արխային, էս թարմա սա։ Գնացինք, առաջին հարցը։ Ապա։ Ունեք ընկերական շրջապատներ, որոնց հետ հավաքվում եք եւ այսպես ասած զավզակություն եք անում ամենատարբեր թեմաներից եւ եթե այո, որքան հաճախ եք հավաքվում։ Երբ էինք վերջին անգամ հավաքվել մեր բանը։ Երբ։ Մի շաբաթ։ Այո, ունեմ, իհարկե ունեմ մի քանի տարբեր ընկերական շրջապատ, հիմնականում սիրում եմ հյուրընկալել, այո ունեմ, շատ եմ սիրում։ Իսկ այդ հյուրընկալելը նրանից չի կախված, որ օրինակ ուրիշ տեղեր անհարմար է հանդիպելը ազգային ժողովի նախագահի։ Չէ, ես ամեն տեղ գնում եմ, ես տենց իմ համար սահմանափակում չկա, կարևոր ինձ հաճելի լինի, ես ուզենամ այդտեղ գնամ, ես գնում եմ, ես տենց տեղ չկա, որ չեմ գնում։ Իսկ շատ է քաղաքական թեմաներ քննարկում այդ հավաքույթներին, թե մենակ այդ ընկերական շրջապատներում ասում եք գոնե ստեղ չխոսանք։ Չէ, լսի, ես դե հասկանում եմ, որ իմ հետ ասենք ամենաառաջնային քաղաքական են հետաքրքիր խոսակցությունները եւ բնական է այդ հետաքրությունը բավարարում եմ ընկերներից, հետո իրանք են հարց տալիս, բայց ես ընդ գիտեմ այդ իմ մասնագիտությունն է, բայց ինչից խոսեմ, չնայած այլ թեմաներից եմ խոսում։ Օրինակ top 3 ձեր սիրած թեմաները բացի քաղաքականությունից։ Բացի քաղաքականությունից երաժշտություն եմ շատ սիրում, ֆիլմեր եմ շատ սիրում։ Հա, ու երրորդը թերևս հաջան։ Չէ, երրորդը հետաքրքիր է։ Լսեք, բան եմ, ծիծաղել եմ շատ սիրում, ես հումոր շատ եմ սիրում եւ այդ հումորն է երևի։ Օրինակ նայում եք հումորային հաղորդումներ, հայկական։ Նայում եմ, հա, աշխատում ձեր ռիլերն եմ նայում շատ, մի կոմենտները տեսնում հա, չէ, սիրում եմ։ Մյուսներն էլ են տեսնում այդ կոմենտը, ինչ ասես մեզ ասում։ Շատ իզուր։ Էդ է ինչ արում։ Պարոն Սիմոնյան, քանի խմբակային չաթեր ունեք ու քանիսն են նյութարած։ Շատ ունեմ, բայց իմ հեռախոսն է ընդհանուր մոթարած, այսինքն հա, այդ զանգ ես չեմ հիշում վերջին անգամ զանգ երբ եմ լսել։ Բայց ես ասենք շատ կարևոր դռում է, դռը հետո միշտ էկրանին տենց երևում է ով է գրել, ինչ է գրել, շատ ունեմ չաթ, կա չաթ իմ աշխատակազմի հետ, իմ ընկերների ծնունդի չաթերցի պես որ կայնի ծնունդը փող գցվել բան, հա, 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 կայնինը չէ, բայց ընդհանուր կա չաթ, որ ասենք, չէ, հավաքվում ենք մեր ընկերներից մեկի տանը շատ չաթեր ունեմ տենց
Իսկ այնտեղ մեմեր ուղարկում են կամ ռիլեր ինչ որ տենց։ Ամենաջրիկը ես եմ այդ դիմաստով էլ մեմ էլ գիֆ էլ չգիտեմ ինչ ասես ուղարկում եմ, հետ ոնց արեցիր, բան, սենց հարցեր են տալիս։ Իսկ ձեր վրով, ճիշտ եմ ասում, ձեր վրով որ ծիծաղալու ռիլեք տենում ուղարկում եք, հա։ Անպայման, ես ամենաառաջի սպասարկողը։ Ուղարկում եմ ԱԾ։ Չէ, այդպես բան չկա։ Առաջի սպասարկողը ես եմ, մասնավորապես որ վարչապետի հետ կապված ինչ որ ծիծաղալի բան ալինում կամ ասենք իմ հետ կապված։ Դե իմ հետ կապված մի քիչ ամաչում, ես տպավորում որ ինքդ քեզ բանան ես գովազդել, բայց այնուամենայնիվ որ ծիծաղալի ալինում ուղարկում եմ։ Հա, մեր ընկերների հետ կապված, չգիտեմ, հա, իհարկե։ Իսկ լինում է տենց абսուրդ ռիլ տենակ, որ ծիծաղը գա տենց ուղարկեք, ասեք հլնա ինչ են ասում, հա։ Քննարկում ենք, որ շատ են տենց ուղարկում, ու շատ հետևում ենք, դե ինֆորմացիոն դաշտից նաև մեզ ուղարկում են։ Մի քանի բան կա, տենց մոնիտորինգային խումբ կա, հա, որ ես օրինակ իմ խոսնակը ինձ ուղարկում է, դե այդ ծավալը չի լինի ամբողջ ուղարկել, տենց շուտ չափորոշիչներ կան, ասում սրանք ուղարկի, սրանք մի ուղարկի, տենց Մի հատ բան ասեմ, դե օքեյ, ազգային ժողովում եք աշխատում, վերջ-վերջո դա կոլեկտիվ է։ նա մեծ Լինում է, որ ինչ որ մեկի ծննդի համար փող հավաքեք։ Ու կարելի է, թե օրենքով կամ օրենքով չի կարելի։ Լինում է, հիմա ասենք, չգիտեմ, իմ օգնականի կամ խորհրդականի ծնունդն է, իհարկե գնում ենք ու փող ենք հավաքում ընկերներով ու Օրինակ ձեզ ասում են, օրինակ ձեր աշխատակազմով sense ուզում են փող հավաքեն, ձեզ տեղը տանում են 15000 հավաքում եք։ հա, բայց մի ծիծաղ է, բայց տենց է, բայց Իմանանք դե կներեք, պետքա տամ լատարի խաղում են։ չէ։ 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 Բոլոր խաղերը խաղում են, բացի լատարից։ Լացելերի։ Всё, Հաջորդ լավ միտք է, կարելի է Հա, բայց մոռացել։ լավ։ 100,000 հավաքում եք 10 օրը մեկ։ Դե 10 ամիսը մեկ, մեկը միլիոն է։ 10 տարին մեկ։ Տարին մեկ կա։ Մյուս տակ հարցը։ Պարոն Սիմոնյան, հաճախ եք Google-ում փնտրում ձեր անուն, ազգանուն ու կարդում ձեր մասին տեղեկատվությունը ու Վայ, աշխատում եմ հնարավորինս քիչ կարտամ եմ։ Ասում եմ, որ խոսնակից խնդրում եմ, ասում ինձ ուղարկի միայն այն նյութը, որը որ քաղաքականորեն նշանակություն ունի կամ իր մեջ այնպես բանապարունակում, որը պետք է արձագանք ստանա, մնացած դեպքերում չէ, որտեղ իմ անուն ազգանունով օրական առնվազն 5-6 նյութ առնվազն նույնիսկ եթե ես բան չեմ անում, հա, փողոց դուրս չեմ գալի, հարցազրույց չեմ տալիս, ելույթ չեմ ունենում, բան չեմ գրում, մեկա կա ու ասենք անհնար է այդքանը Տեսեք թե կարծեմ։ ում հետ է կանգնած Ալեն Սիմոնյանը։ Իսկ Չէ, կներես, գիտես ինչ ասեմ, չգիտեմ, կարող է 9 րոպեանոց ինչ որ տեսանյութ լինի, մեկը ինչ որ բան է խոսում, վերջում ասի, «Բայն Ալեն Սիմոնյանը», վերնագիրը, «Բայն Ալեն Սիմոնյանը», դու 9 րոպե նայում ես, ուրիշ բան ես խոսում։ Այս սրանց էլ գեներացվելու է լուրեր։ Մաքսիմ Գալկինի կոշտ պատասխանը Ալեն Սիմոնյանի։ Դիցուկ դա։ Տեսեք թե ինչ է ասել Ալլա Պուգաչովան։ Հա, բայց ծիծաղում ես, բայց տենց հա։ Ալեն Սիմոնյանը բան Եղևնի է գնել։ Գնել, Եղևնի է գնել։ Բայց չիմանանք ում փողերով է այդ Եղևնին հետաքրքիր։ Դե հա փետակից հասկացանք, բայց ում փող Մի փողերով։ Հետաքրքիր հարցեր առաջանում է հիմա։ Բայց նախանցիկ չեմ Օ, հասկանում։ իսկ քոլից ես էլ գովազդ ես, անում ես մարդու շատ փող ես հաստատ արդեն։ Մի անշան։ Պարոն Սիմոնյան, կարդում եք ձեր հրապարակումների տակ գրված մեկնաբանությունները ու ինչքանով է ազդում դա ձեր տրամադրության վրա։ Մեկ-մեկ կարդում եմ, լինում է որ կարդում եմ, ազդում է որ այնքանով որ կա, գիտես ինչ, ընդհանուր մուդն եմ նայում, ընդհանուր տրամադրությունն եմ նայում, ուզում եմ հասկանամ օրինակ տվյալ հարցազրույցը ինչ ձև է անցալվել, դե պարզ է այնտեղ ասենք, չգիտեմ, ինչ որ խելարներ կան, որ ինչ որ կոնկրետ նույն նախադասությունը copy paste արած դնում են, ռուսերեն տառերով գրած են, որ չգիտեմ, ինչ որ բանա գրած, չեմ ուղղակի դժվար է կարդալը, դրա համար դրանք չեմ կարդում, հետո դրանք կարևոր չեմ համարում, հա, դրանք բան եմ անում, բայց դեռ մուդը հասկանալու համար մեկ-մեկ կարդում եմ։ Երկու հատ հարց ունեմ, առաջին հարցը եղել է նենց քննադատություն, որ sense շատ արգումենտացիաներով է այդ քննադատությունը եղել ու դուք այս մեկնաբանության հետ համաձայնվել եք։ Հա, իհարկե, հա, բա ոնց։ Ու երկրորդը մեր հաղորդման մեկնաբանությունները կարդալու եք, որ հասկանաք ինչ մոդ է, հա, հա։ կարդալու եմ։ Մեկ էլ։ Բայց միայն գրագետ գրված եւ բովանդակություն ունեցող մեկնաբանությունները, ատելություն, չգիտեմ, վիրավորանք եւ այլն, ասենք ես Երկու կոմենտար լեր։ Մեզ, բան չեն ասելու։
Պարոն Սիմոնյան, Կարող է չգիտեք, Ռաֆիկի խնդրում։ Ռաֆիկին Չէ, բայց абսուրդը գիտեք ինչի մեջ է կայանում, ես դրա մասին ասել եմ, որ օրինակ Եգոր Գլումովի մոտ եմ հարցազրույց եղել, Մհերի մոտ եմ հարցազրույց եղել, Արմ կոմեդիայի տղաների մոտ եմ հարցազրույց եղել, միշտ մշտապես իրանց դենց ինչ-որ քննադատել են, բա ինչ բան եւ այլ, վատ բաներ են գրել նույնիսկ, հա, unfollow են անում եւ այլը, բայց միշտ այդ հաղորդումները ամենաշատ դիտվածն են ու դրանից հետո տենց ակնհայտ աճ ա եղել այդ էջերին, որոնք որ դրան հենց որ Ես ինքնավստահությունից եմ ուզում ձեր այդ լատարեի խաղալ։ Ու եկեք լատարեի խաղալ։ Դուք դնում եք ձեր աշխատավարձը մի ամսվա, ես իմ մի ամսվա աշխատավարձը եւ խաղում ենք մի ամիս, 3 ամիս ստացվում է։ Բայց ձերը քիչ։ Դե կներ ես, բայց հետո ում հետ եք լատարի խաղում, բայց չարժի։ Չէ, ձեր չի տալիս։ Չէ, պարոն Սիմոնյան, խնդրում մենք այդքան քիչ փողով չենք խաղում։ Իսկ բայց օրենքով հարկվելու է, չէ՞, լատարեն։ Ընդհանրապես կարելի է։ Չէ, այդից ես հարկերը հանած է գալիս իմ լատարի գումարը եւ կարող ենք լատարի խաղալ։ Okay, հեսա հաղորդումից հետո Բայց պետք է ասեք ինչքան եք դուք ամսական վաստակում։ Հարկային է գիտի հայտարարագրվում է։ Իմը ստաբիլի, հա, իմը ստաբիլի է։ Ամսական 400,000, լավ, դուք հաստատ կճշտեք։ Խափում է։ Աշխատավարձը այսինքն մի բանից ես դու ասում։ Պայմանագրով ստաբիլի մասն եմ Մի խոսում։ հատը Պայմանագրով ստաբիլը ես 80,000 եմ բանանում, այդ մի հատ գովազդիկ կա ստաբիլ։ Լավ, անցնենք այս հարցը։ հարցը։ Գովազդներ կա, լիքը ստեց։ Ոչինչ։ Պարոն հարկային բարև ձեզ։ Մտածում եմ մի հոգի է, պարոն հարկային է բարև։ Եք ու մետ ենք դստած։ Եթե ինչ։ Հաջորդ հարցը մի տարի պետքա անմարդաբնակ կղզում ապրեք ու պետքա ձեզ հետ մի հատ ընկեր Չէ, վերցնեք։ ընդդիմադիր ուժ։ Հա, ընդդիմադիր ընկերներ են։ Ընդդիմադիր ինչ որ մեկին ընկեր Ուշ պետք։ ամբողջ ուժը Չէ, տես ինչ որ Չէ, մի ընդդիմադիր մարդու պետքա վերցնեք այդ կղզում, որ ձանձրալի չլինի։ Ով կլինի։ Վայ, այնքան մարդ կա, ասենց ասեմ։ Դա չի որ դժվար է։ Հիմա ինձ դժվարությունը կայանում է, Որ իմ դժվարությունը։ հետաքրքիր լինի, էլի, այսինքն Դե բայց բոլորը հետաքրքիր կլինի։ Նախ բոլորը նիկոլական կվերադառնան այդ կղզու։ Ում էլ վերցնեմ մի հոգի, բայց ում կարելի է վերցնել, որ տենց վայ, Գառնիկ Դանելյանին։ ճանաչում ենք։ Այո, իհարկե չեմ։ Կարան պոիսկ տամ նայել։ Հա, իհարկե Գառնիկ Դանելյանը դաշնակցության ներկայացուցիչն է, ամենակարծում հետաքրքիրը կանցնի իր հետ, հետո ինքը տենց անկախ ամեն ինչից հաճելի մարդ է, տենց իր հետ հաճելի կլինի։ Այն որ Մոնիկա Բելուչինին ասում էր, ես էլ Մոնիկա Բելուչինին։ Հա, Շատ հետաքրքիր։ հասկացա։ Վայ, ինչի TikTok մտավ ավտոմատ։ Հա, այս մարդը։ Այս մարդու է։ Այո։ Այն ամենայնիվ կարծում իր հետ հետաքրքիր Ինքը կազմի։ ձեր կարծիքով իմ որ ես լսի կուրախանա, որ իրար ու խոլես բնին այդ գտեվորդ։ Այդ չգիտեմ, բայց իր կողքինները հաստատ կտխրեն, որ իրենց անունը չեմ տվել։ Հասկացանք։ Պարոն Սիմոնյան, իսկ եղել է տենտեք, որ ինչ որ նկար գցեք կամ ռիլ գցեք կամ հրապարակում անեք, բայց քիչ լայք հավաքի արխիվացնեք։ Հա։ Որն է եղել։ Գիտեք, այնց հետաքրքիր է, ավելի շատ մարդիկ սիրում են մտնել անձնական կյանք։ Ու ասենք չգիտեմ, օրինակ նկար ունեմ հիմա այս բանից մեջ, Instagram-ից մեջ նկարներ ունեմ, որ ասենք 10 նկար է աշխարհի ղեկավարների հետ։ Աշխարհի ղեկավարների հետ, ասենք Անգլիայի վարչապետն է, չգիտեմ, Լեհաստանի նախագահն է եւ այլն, ասենք 10 տարբեր նկար։ Վալբերիսի տերը, չէ, բաժնի մարդիկ։ Հա, չէ, անկեղծ ինչ որ կարևոր մարդիկ են, հա։ Այդտենց ուշադրություն չկա, ասենք տենց շատ քիչ ուշադրություն, բայց ասենք բավարարը, չգիտեմ, Անելիայի հետ մի նկար գցեմ, հա, մեկ էլ, ասենց դեմքով գալիս են զգում եմ, որ տենց, ասենք ամենահետաքրքիր բանն է, հա, կամ երեխաներիս հետ նկար գցեմ, մեկ գալիս։ Բայց լավ բաներ են, չէ՞, հոսամ երեխաների նկարները տա։ Հա, դե հիմնականում լավ բաներ են գրում, բայց դե լինում են անդաստիրակ եւ որովիցե չափանիշ չունեցող տենց շոր մարդիկ, որը այնուամենայնիվ փորձում են տենց շոր բաներ գրեն, ու ես անկեղծ չեմ հասկանում, ասենք ինձ իմ edge-ին follow է, հա, որ ես տենց կարող եմ իրան բլոկել։ Ինչ որ մի հատ էշ բան մի բառ գրելու համար կամ մի բանի համար, ասենք ես այն բլոկում եմ, մոռանում եմ, անցնում եմ, բան, բայց ասենք լավ, ասենք իմաստը ո՞րն է դրա, ասենք ոնց որ կներեք այդ բառից համար, հա, Զաբորին մեկը գրի մի բան, դու անընդհատ դրանով ապրես կամ մտածես, որ դա իրականության մեջ բան է փոխում, ասենք ինչի համար, ես կյանքում ինձ այնպես բան թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա։ Մենք Զաբոր, Իսկ ունեք մարդիկ քաղաքականության մեջ, որ բլոկել եք ինձ էջը։ Քաղաքականության մեջ։ Հա, այսինքն ծեր գոլեկաներից կամ արժեից։
Չէ, ես ինքս չեմ կարող հիշել, որ բլոկել եմ, որտեվ իրանք ինձ պետք են։ Իրանք ինձ պետք են, որ ես սնուցվում եմ ես իհարկե։ Չէ, բայց քաղաքականությունը տենց է, դու պետք է այդ բանի մեջ, այդ բանավեճի մեջ հասկանաս, թե որքանով է քեզ այդ բանավեճը, հա, քեզնից վերցնում եւ ինչքանա քեզ տալիս։ Այդ որ չէ, տենց քիչ մարդ կա, որոնք ուղղակի անպետք են, էլ այդ ինչ որ մարդիկ կան պետք չեն։ Լավ, մյուս հարցը։ Ձանձրացրեցի։ Չէ, շատ հետաքրքիր է։ Ավել հարցեր կա, պրոստը Չեք կարող մի բան։ Հայ դուք ինչ ուզում եք կերեք, ուզում եք հենց հիմա բան պատվիրեք։ Պրոստը միջև են մարդկանցով անցնեն վերեն, հա, բաց։ Ինչ եք ուզում։ Եթե հովանավոր ունեք, խնդրեցեք Չունենք, պարոն Սիմոնյան, բա, չլներ հովանավոր։ Դեպ ասեմ, օրինակ Ռաֆը ինձ մի շատ լավ պիցերիայի հետ ծանոթացել, մենք սկսել ենք օգտվել, այսինքն այդ գովազդի հետևանքով քորիլի վրա շատ ենք ծիծաղացել, որ ասում էիք ուղարկում եք իրար այդ բան են ձեր ռիլը որ փոխտուր խախտի փոխտուր այդ ռիլը մենք բոլորով շատ ծիծաղացել ենք դրա վրա։ Ես կաշխատեմ այդպիսի ռիլեր շատ նկարել։ Ինչ որ վաղը սաղորը այդ ռիլը նկարել։ Դե արժանիստ է, ասենց այդ լուրջ գործընթաց է, բայց դուք էլ ժամանակին ասենց հումորի մեջ եք եղել ու հիմա էլ էլի ասենց հումորով ասենց ազատ ասենց մարդ եք։ Լինում է ձեզ ասենց հազիվ զսպեք, մի ասենց կավենի ոճով, մի ասենց հումոր net գտեք կոմեդիա։ Լինում է զսպել եմ, լինում է չեմ զսպում, որովհետև գիտեք ինչ հաճախ այդ իմ մոտ պաշտպանողական բնույթ ունի, հա։ Ասենք չգիտեմ, ասել եմ մարդ կա, падգամավոր կա, որը ելույթ է ունենում, ինչ որ ես խոսքի վարպետ եմ ինձ համարում, հա։ Այնուամենայնիվ, բայց ասենք ինչ որ ելույթի ինչ որ խոսքի, ինչ որ բաներ գիտեմ, հա։ Ելույթի 2 րոպեվա մեջ մի բառը երթում եմ հաշվել եմ 12-13 անգամ տեքստի մեջ այդ բառը կա, էլի, ու ասենք ձանձրանում ես, բեզարում ես այդ ամեն ինչից, կամ դες ակնհայտ իրավիճակներ կան, որ ափսոս է, չէ։ Ես տենց չեմ դեր։ Իրավիճակներ կան, որ հումորը գալիս է, դες ափսոս է, որ դու իրան չհնչեցնես, էլի, ասենք այդ պահը ու այդ բառը ու այդ իրավիճակը այնքան համապատասխան է, որ դու ասում ես դե լավ Իսկ կհիշեք ամենա այդ հնչեցրածը, որ ասենք դաժե TikTok-ով տարածել է մի հատ, որ հպարտանում եք, որ դա ասեցիք, չզսպիք թե։ Իրականում մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում վեճերի, ջղայնության, մունաթի վրա, քան այդ հումորային բաների վրա, հա։ Իսկ եղել է, որ տենց շատ ուժեղ հումոր անեք ու ընդդիմադիր ուժերի ծիծաղը կա, բայց հենց սսպենսիվը։ Չէ, լավ էլ ծիծաղում են։ Հա, ծիծաղում են։ Դա անհնար է, ասենք դե հիմա։ Անհնար է իմ արածի վրա չծիծաղում։ Բայց հակառակն է։ Անհնար է, եթե բանը ինչ որ ասած բանը ծիծաղել է, անհնար է չծիծաղել դրա վրա, էլի իրանք էլ են եղել է բանան ասել, ես եմ ծիծաղացել, որտեղ իրոք ծիծաղել է եղել։ Տեսեք, բայց դուք իրոք մտածում եք, որ մենք դահլիճում տենց բոլորս նստած իրար ատում ենք, չտես չի, տես։ Տենց է։ Որ նայեք մի քիչ տենց կարծիք։ Դե իրանք են տենց փորձում ներկայացնել, որպեսզի տենց հանկարծ որևիցե մեկի մոտ տպավորություն չլինի, ու իրանք իշխանության հետ ինչ որ պայմանավորվածություններ ունեն, ուղղակի իրանք մի բան են բաց թողում, իշխանությունը իմաստ բան նպատակ եւ իմաստ չունի իրանք այդ որևիցե բան պայմանավորվի։ Ժամանակ իրանք տենց փորձում են իրանք հերո պահել։ Դուք նայել եք Game of Thrones-ը։ Այո։ Վերջի 3 սերիալները ես եմ գրել։ Բայց դա Game of Thrones ոնց որ նայումնից հետաքրքիր է։ Ավելի բան ֆիլմ կա, House of Cards ֆիլմ կա, Kevin Spacey-ով, ինքը շատ ավելի մոտ է իրականությանը, քան այդ Game of Thrones-ը, հա։ Իսկ եթե օրինակ մի օրով դառնաք շարքային քաղաքացի, ինչ կանեք ամենաառաջինը, որ sense որպես արժանի նախագահ չեք կարողացել ձեր թույլ տալ։ Նախ ես շարքային քաղաքացիից տարբերվում եմ այս պահին երկու բանով իմ ընկալման մեջ։ Նախ ճանաչելիությունը սա բարձր եւ անձնական տարածք չունեմ։ Եթե այդ որտեվ մնացածով, ասենք ոչ մի բան չեմ գնում եմ խանութ, ինչ որ բան եմ առնում, բալում, ասենք չգիտեմ Հերթ կանգնում եք։ Այո, հերթ կանգնում եմ, ճիշտ է, բոլոր խանութներում տենց ասում են եկեք, ես հասկացել եմ ոչ թե այդ հարգանքի ավելի շատ քայլ է, այլ ավելի շատ այն խցանում չստեղծելն է, հա, որտեվ տենց ինչ որ հետս անընդհատ ինչ որ մարդիկ կան, ուզում են շուտ իզնից ազատվել, բայց դա Արա ճանապարհին թողնա։ Հա, չէ, բայց իրականում տենց հերթ, բայց կանգնում եմ, հերթ կանգնում եմ։ Իսկ եթե օրինակ պատկերացրեք չեն ճանաչում ձեզ, ինչ կուզենայիք, որ sense կարոտել եք, Ես անում եմ տենց, ես ֆուդկորտում հաց ուտում եք, մոլի ֆուդկորտում։ 2 օր առաջ եմ հաց կերել ֆուդկորտում։ Իսկ ո՞նց է։
Եկել են մոլը ազատել են։ Չէ, գնացի առա, եկա նստեցի, տենց եկան կլինի մենք միասին չչեպնում, մենք գնացի առա ընկերներիս հետ էինք, ես հաճախ բան եմ անում, չէ, ամառը որ ճամփորդում եմ առանց անվտանգություն, չնայած օրենքով հասնում է, որ իմ հետ կարող է անվտանգություն գա եւ պետությունը պետքա վճարի դրա համար, բայց ես հրաժարվել եմ դրանից, եւ մենակ եմ ճամփորդում։ Չէ, չուզում եմ մնամ, չեմ ուզում այդ մարդկանց հետ ապրեմ, ասենք ես ասել եմ, ես ապրում եմ այդ պետական պահպանության տղաները, որոնց ես շատ եմ սիրում ու շատ շնորհակալ եմ իրենց աշխատանքի համար, բայց այնուամենայնիվ խնդրում դու պատկերացրու, հա, դու ապրում ես ինչ-որ 12 տղամարդու հետ, որոնց դու նույնիսկ չես ընտրել։ Ասենք այդ գոնե ես ընտրացել էի։ Չէ, բայց ասենք այդ ինչ ասենք 10 անընդհատ հետո 12 հոգի մարդ կա, անընդհատ 6 հոգի, առնվազն հետո դա անընդհատ Սենց աչեք թեքվում Անելյանա, ձախեք թեքվում այդտեղ եք։ Դինացես դրուզիայի Ալենը։ Այո։ Կներեք պարոն Սիմոնյան Ոչինչ, Ալենը։ ազատվեց։ Վերջ անգամ կոֆե ապարատից երբեք կոֆե խմել։ Երբեք որտեվ կոֆե չեմ խմում։ Ես սուրճ Չայ, ջուր, կաթ, կոֆե ապարատից։ Ես չեմ դառնալ։ Խվատայկա բեզակալում կա։ Չէ։ Ինքո ամենահասարակ բանը չի արել։ Չէ, բայց ես քեզ ասեմ, Իրանց ավտոները գազով չեն։ Չէ, բայց Փարիզում, ես քեզ ասեմ, Փարիզում մի պահ այն այգում այդ Լուվրի դիմաց այգում տենց տարբեր ատրակցիոններ կան, մի պահ բոլորով նկատի ունեմ ես օկնականս, խոսնակս, տենց հավաքվել ենք, տենց մի հատ խաղ կար, տենց կոպեկը գցում էր, տենց կոպեկները տենց բրդում է, որ կոպեկները թափվում է, հետո մի պահ տենց մի 3 ժամ տենց բոլորով այդ խաղերով խաղացինք, 3 հատ տենց բան շահեցինք, այն որ տենց տրոտիկ է շպրտում, որ սկի մեջը չի էլ խրվում, հա, 50 ցենտ արժի, ոչ թե եվրո, 3 հատ, բայց շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Ահա թե որտեղ են ծախսվում մեր փողերը։ Իսկ մի հատ հարցնամ եղել է, որտեղ խվատայկա խաղակ չշայք, առնեք այդ խվատայկան պրոստը։ Իսկ ասում եմ մեր պատկերացման բանը Իլոն Մասկն է։ Բայց մի հատ բան հարցնեմ, այդ որ ասում եք մեր փողերը, ուզում հասկանամ, ինչի դուք կարող եք աշխատավարձ ստանալ, ես պետքա բանը բուբլիկների եւ կորժիկների դիմաց աշխատել։ Այդ Ռաֆն է։ Նայ, դուք պետք է ձերի աշխատեք, ես չի ինչի որակաշարքվես նո։ Չէ։ Հələ մի հատ լսի, երկու բարձակույն կրթություն ունեմ։ Քաղաքական մեծ ճանապարհ եմ անցել։ Տակը նոր կոմենտների մասին ենք խոսում։ Ինչ որ չափ իմ աշխատանքը համարում եմ անշնորհակալ, որովհետև միշտ կգտնվի մարդ, որը որ գոհ չի ու հիմա մեր երկրի պայմաններում բոլորը դե բան են, չէ, կարծիք արտահայտում են եւ բոլորը մի պա, չգիտեմ, բժիշկ են, մի պա քաղաքագետ են, մի պա կոսմոնավտ են, ինչ Չէ, որ պահին։ կոսմոնավտ չեն ուզում։ Այդ քեզ է տեսնում։ Հələ բաց տես Իլոն Մասկը երբ որ բան ա ուղարկում, կոսմոս տես հայերը ինչ հետաքրքիր մեկնաբանություն են։ Բայց ինչի՞ պետք է աշխատավարձ չստանամ, ուզում հասկանամ։ Պետք է չստանա։ Հիմա ես պայն ես քեզ այս քիչ եմ աշխատավարձ ստանում, բայց ինչի՞ պետք է չստանամ։ Համաձայն եմ։ Դե չգիտեմ, Դուք իմանաց եք աղնելու մենք գործ չունենանք ես Ռաֆոն էլ չաշխատենք։ Ես ես ասեմ ձեր գործերը գնալով ավելի է լավանալու։ Հա։ Այո, որովհետև այն տնտեսական ակտիվությունը, մի քիչ քաղաքական բան ասեմ, այն տնտեսական ակտիվությունը, որը որ արդեն իսկ սկսել է, այն ներգաղթը, որը որ այսօր կա, երեխեք, մի տարի է Հայաստան ավելի շատ մարդ հայեկել, քան Հայաստանից գնացել է, մոտավորապես 8000 ներգաղթ ունենք անցյալ տարվա ընթացքում։ Հիմա սահմանների բացման հետ կապված ժողովուրդ պատվերները շատանալու են։ Պրոբկեքը շատացել են, ավելի Դրա պատճառով պրոբկեքի խնդիրը բոլոր քաղաքներում կա, հետո Թամանյանը, մեր սիրելի Հանճար Թամանյանը, երբ որ գծել է մեր քաղաքը, ինքը նախատեսված չի եղել, որ ասենք, չգիտեմ, Հյուսիսային պողոտայում կա 100 ռեստորան, 100 ռեստորանի բոլոր մատուցողները, չգիտեմ, հաճախորդները եւ բոլորը մարդա պետք է մի մեքենա ունենան եւ գան կանգնացնեն հենց դեմը, որպեսզի գան աշխատանքի։ Թամանյան դրա մասին չէր կարող մտածել։ պատասխանները չէ՞ դրացա։ Հավեց։ Լավ։ Հաջորդ հարցը։ Ամենաաբսուրդ ու ամենաթանկ իրը, որ գնել եք ու փոշմանել եք, որ այդ գնել եք ու չեք էլ ասել ոչ մեկի, հիմա կասեք։ Կամ ասել եք հիմա կիմանաք։ Մի բայց դա շատ տենց անձնական է, բայց կասեմ, որտեղ միջև հիմա մեջս մնացել է այդ։ Մի անգամ մի հատ գովաս տեսա, մի հատ բժշկական պրոցեդուրայի։ Ահա։ Հետաքրքիր։ Հա։ Ու տենց ասի դե լավ, ասի դա փորձեմ տնամ այդ ի՞նչ է։ ու հիվանդանոց առակ։ Չէ, հիվանդանոց։ Դուք կոմտածում ես, որ ես Հայաստանում կարող եմ ինչ-որ բան առնեմ, ինչ-որ մեկը չէ, տոնածառ եմ առնում բոլորի բանում են։ Դու ասեմ էլի։ Ու հետո վերջում երբ որ տենց ասեցին, թե ինչ արժի այդ պրոցեդուրան, ես շատ նեղսրտեցի, որովհետև անկեղծ ասած
տասնապատիկ ավելի թանկ էր, քան ես կարող էի նախ ինձ թույլ տալ, երկրորդը, ասենք, պատկերացնում էի, հետո անել եմ վրես գորգրած, ասես թե դες բաները խիչ ես ինձ ասում, ես քեզ կասեի բան, դες գիժ-գիժ։ Ես 5000-ով տեղ գիտեմ մալացա։ Բայց ինչի մասին է խոսքը, քոնը 5000, չգիտեմ։ Չեմ հիշում անունը չեմ հիշում, բայց տենց ուզում էի տենց մի քիչ չաղացել ես, մի տենց մի քիչ ավելի նիհար էի, հա, տենց պրոցեդուրա էր ու շատ նեղսրտել եմ, ճիշտ է, այնպես բան չասցի, բայց երբեք իրաց մոտ չեմ գնում։ Չնայած ես այն օրը մեծ ռեստորան էի գնացել, ու կաֆե էր, որտեղ հավով ապուրը 3000 դրամ էր, մենք դուրս եկանք։ Ու կարային կառնեինք, բայց 3000 դրամ, չգիտեմ, 1700 հայտի, մաքսիմում։ Սաղմոն եւ ստեյք եմ ուտում, չեմ կարող ասեմ ինքական դրամը։ Այս ապուրների աշխարհում մի խոսքով 3000 դրամ էր ապուրը։ Պարոն Սիմոնյան, եւ վերջին հարցը տակ հարցերի։ Կա տենց ինչ որ արար կամ արտահայտություն, որ արել եք, որ մինչեւ հիմա քննադատում է, բայց որ դուք հետ գնաք, մեկը նույնը կանեիք։ Իմ կյանքում չկա ոչ մի բան, որ ես այլ ձև կանեի, որովհետեւ ես շատ երկար մտածել եմ դրա մասին, չէ, կյանքը այն է, որ ես հիմա ստեղ ձեր մոտ եմ, հա, ով ես այդ արարքներից մեկը չանեի, ու այսօր ես ստեղ չհայտնվեի, ես գտնում եմ, որ դա սխալ բան է, հա, այն ցավը, խնդրեմը, դա էլ է մարդու համար, ու եթե դա չլիներ, ես կարծում եմ, դրա համար մարդիկ չպետք է փորձեն անցյալը փոխեն, հա, դա դժվար բան է, բայց պետք է հասկանաս, որ այն ամեն ինչ որ դու կաս այսօր, դու այն անցյալի շնորհիվ ես, որ այն էֆեկտ բաբաչկին է, հա, որ դու քո կյանքում ես։ Արագի մեջ ուրիշ հարց է տան։ Հիմա կուզեիք այս ամեն ինչը եղած չլիներ, որ քաղաքական գործիչ եք դառել, ու զուտ հիմա օրինակ միած սովորական ինչ-որ այլ աշխատանքի դինեիք։ Այս մատի չտացող կարող, ես իմ բնավորությունը, իմ խառնվածքը, իմ բնավորությունը նենց է, որ ես իմ շուրջ պետք է անընդհատ աժիոտաժ ստեղծեմ ու ինչ-որ բան անեմ, ու ես ճիշտ որ ես կանխատեսել էի, հա, ես ուղղակի այն կերպարն էի, որ ես կայի ու անընդհատ ինչ-որ բան է անում, որը իր վիճակը եւ պատմությունը բերեց այս պահին։ Չէ, ուզենայի խնդիրը չի, որքան էլ որ ծանր չի, դա իմ խաչն է, ասենք հիմա ես ինչ ասեմ, որ չէ, դա ես չեմ ուզում։ Չինեմ, առավոտյան զարթնենք ասում եմ, վայ, այսօր չինեմ, մոլում աշխատեի իմ համար։ Լսի, մոլում աշխատող յուրաքանչյուր մարդ իր խնդիրների աստիճանը իր համար այդքան է, ոնց է, որ երբ որ մենք ուսանող ենք, հա, կամ դպրոցում ենք սովորում քննություն ստանալը, դա մեր համար կյանքի եւ մայի հարց է։ Հիմա որ հետ ես նայում, դե լավ, քննություն է, հիմա ենթադրենք չեմ ստացել, կգնայեմ նորից կպարապեի կհանձնեի։ Ամեն մեկի համար իր բանն է, էլի ամենաբարձ, ամենադժվարը։ Էս ի՞նչ է կարող։ Բրինց հարցեր ենք ձեզ տալու, բլիցի տեղը բրինց։ Այս թվաց գուշակությունները բրինջի վրա են ասես նստենք մաքրենք։ Մենք կրեատիվ ենք, մենք բրինց հարցեր ունենք, ես եմ մեջից քաշել ենք ձեզ։ Բրինց ի՞նչ է ենթադրում, որ բրենձել եք այս հարցերը, տենց։ Չէ, նայ, կա բլից հարցեր, կա բրինց հարցեր, մերը բրինց հարցերն են։ Ու շատ ուղիղ իմաստով, դու բրենձի մեջ ես ես։ արագ հարց։ Առաջինը հրամցրա։ Հրամցնեմ, կներեք, մի քիչ թափեցի, լավ։ Եթե շարունակեք։ Ես դու թուղթը թաց ա եղել, դրել եմ որ չորան։ Քաշի խորավությունը, հեռախոսը դնեմ։ Եթե ես լինեի ուտեստ, ես կլինեի Սուշի։ հա։ Դուր եկավ, հա։ Պրեկ, լավ է հասկանում եք ուտեստերի։ Սուշի, իսկ այդ սեթը ինչ կարժենար։ Միջին, բայց յուրահատուկ ձկով։ Իսկ ինչ կարժենար այդ միջին սեթը։ Կարող արդեն նայած ոնց կվաճառվեր։ Համարյա իմ հարցին նման հարց է, բայց հա, այսքանն է պետք է կարդամ։ Եթե քաղաքականությունը չլիներ, ինչ բիզնեսով կզբաղվեիք Հայաստանում, որը հաստատ կաշխատեր։ Ռիլեր կնկարեի, փող կաշխատեի ձեր պես, գովազդ կանեի։ Իսկ եթե լուրջ, շատ երազում եմ ֆիլմ նկարեմ։ Այսքան իսկ եթե լուրջ, մեր անլուրջ է։ Ֆիլմ կնկարեի։ Հա, ուզում եմ ֆիլմ նկարեմ, ոչ թե որպես ռեժիսոր, այլ որպես պրոդյուսեր, որտեվ այտենց շատ եմ սիրում կինո գաղափարը, այտենց փորձ եմ ունեցել նաև աշխատել եմ, մեծ աչքով ֆիլմ կնկարեի։ Ու չեմ բացառում, որ կզբաղվեմ դրանով։ Իսկ ինչի օրինակ ԱԺ-ում չեք ներկայացնում, դա ինչ որ ֆինանսավորեք, ինչ որ բան ստեղծվի։ Գործունի ԱԺ-ն իմ հետ։ Չէ, օրինակից հուշեք ձեր գործընկերներից մեկին, որ ֆինանսավորեն հայկական ֆիլմարտադրությունը։ Հիմա լավ օրինակից կա, որ աշխատում է եւ դրա պատճառով Հայաստանում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվում, դա քեշբեքն է, այսպես ասած, հա, որ Հայաստանում նկարահանված ֆիլմերի
վերածախսված գումարի մի մասը պետությունը վերադարձնում է ֆիլմ նկարահանողին եւ այդ օրենքը գործ։ Այո, Իսկ դուք հայկական ֆիլմեր նայել եք այս վերջինը ու ինչ եք կարծում։ Հա, նայել եմ, վերջինը բանն եմ նայել, կրկին փորձիրը նայեցի, Գարիկի վիտամինի տղեկի նկարած շատ ծիծաղալու էր ինձ համար ու շատ ուրախ եմ, որ լավ ֆիլմեր են նկարահանում։ Հիմա օրինակ այդ օրենքի, ինչպես նաև մթնոլորտի, ինչպես նաև սպառման տրամաբանություն ձելներով շատ ֆիլմեր են նկարվում եւ մեկը մյուսին նույնիսկ ինչ-որ չափ խանգարում են, որտեվ կինոթատրոն, ինչ-որ բան կինո գնացող մարդկանց հա թիվը X թիվ է, հա, պայմանական, հա, եւ այդ թիվը բաժանվում է օրինակ սեզոնի վրա 6-ը ֆիլմի վրա, նաև դրան գումարվում է դրսից եկող ֆիլմերը եւ այդ դառել է ինչ-որ տենց ձևով բան։ Լավ է, ոչինչ։ Փող աշխատեն մարդիկ։ Ես դեմ չեմ, բայց քիչ են աշխատում դրա պատճառով, որ վրա են նկարում։ Իրար հետևից է գալիս, էլի։ Հասկացա։ Էլի ես կտամ հարցը։ Մենք էլ չգիտենք էլի ինչ հարցը։ Ո՞վ է գրել այս հարցերը։ Սցենարիստուն եք, կհանենք, խոստանում եք։ Խնդրեմ։ Չէ, Գարիկը շնորհել է կրեատիվ բաներ ա գրել։ Եթե ձեր կոստյումը խոսեր, ինչ կպատմեր ձեր մասին։ Չասեք լավ մարդ, չգիտեք, բարի։ Գնալով չաղանում է։ Դեղա։ Չէ, դե բանա, համ պարապում եմ, պարապելու պատճառով տենց ես իմ ամենամեծ խնդրեմն է, որ հիմա ես տենց որ շատ ինտենսիվ պարապեցի, դե հիմա մի պապ դադարեցրել եմ, որովհետև քարոզարշավ է եւ չեմ հասցնում գնալ, բայց հիմա ինքան լավ մայկիկ ունեմ, բան տենց կոստյումը, այս նոր կոստյում բանարեցի, ձեռք բերեցի, ու sense ձեռքս մտցում զգում եմ, որ sense չի մտնում, տենց Գագիկ Ծառուկյանոտ եմ կամաց դառնում, ինձ դա շատ անհանգստացնում է, որ տենց կոստյումս իմ վրա չլինի, որ պետք է խառնել ձեզ։ Դժվար խառնել, ես կարծում եմ, որ ինքը շատ ավելի համակրելի, ավելի հետաքրքիր, շատ ավելի ինտելեկտուալ ազնվորություն է, քան ես եւ չեն կարող մեզ իրար հետ խառնել, եւ դրա համար դադարեցրել եմ հիմա մի քիչ որոշ ձևով։ Որ հիմա չեք գնում ջիմ։ Այսինքն մի ամիս չեք գնալու, մոտավոր, գնացես սառեցրել եք փաթեթը։ Չէ, ինքնին ասարում է։ Ինքնին չի կարա սառել։ Գնաք ռիսեպշնում այդ աղջկան աշխատին հագնում եք։ Չեք շոկվում։ Չէ, տենց բան, նախ իմ կոստյումների մեծ մասը ես հայ դերցակ կա, իր մոտ եմ կարել տալիս։ Եվ տենց ինքը լավ մատերիալից տենց նկատի ունենա, որ լավ բան եմ անում, շատ հաճախ եմ հագնել։ Սենց կոնդիցիոներով աստես։ Փոչուր ֆրիկա դրած։ Ինձ հետաքրքիր է բանը, մի հատ էսի պրոստը առան բրինձա, բայց դες բրինձի կողից ընկելա ստե հարցինեմ։ Օնլայն իշո խանութներից պատվեր անում եք։ Չէ, 1000-ից 1 թեմու բան։ Չէ, գովազն եմ դեմ, ես մի բան, որը ոչ տենց ռուսերեն մի հատ բառ կա, նավյաշիվի է, այդ նավյաշիվի բաներին ես բոյկոտում եմ, այսինքն ինչքան շատ ինձ գովազդը առաջարկվեց, ես այնքան բան եմ անում, հետ եմ կանգնում, որտեղ համարում եմ, որ դա բռնություն է իմ նկատմամբ։ Լավ արագացնենք։ Ես շատ հաճախ ճանապարհորդում եմ գործի բերումով։ Եվ իմ մշտական տենց բանի մեջ կա գնալ լավագույն աուտլետները եւ ինչ որ պետք է։ Իսկ ձեր ամենասիրելի բրենդը ո՞րն է։ Ոյ, որ տենց ասեմ, տենց ինչ-որ կոնկրետ նախասիրություն ունեմ, սուտ կլինի, որովհետեւ տենց շատ Կատվեն վարկա շմոտ տշնիկ չեմ, տենց շմոտ կատեն շատ բան սիրող չեմ, ես շատ հեշտ եմ որոշում կայացնում բան գնելիս, ես մտնում եմ խանութ կամ տեսնում եմ փեղկի հետևում ինչ-որ բան, ասում այս է ուզում եմ ու գնում առնում եմ, ես իմ չգիտեմ, չեմ կարող ասել, իտան սառոճկեքն եմ սիրում, իմ սաղ սառոճկեքը իտն են, որտեղ դրանց վարատիկները լավն են ու ուշ են մաշվում, այս որ դու չես հրաշվում, դու չգիտես այդ ինչ է, էլի որ տենց Ես հրաշվում։ Նա այդ քիփ սառոճկի խորակնում ես, մեկը ինչքան է հրաշված, որ վիզը, չէ, որ վիզը շարժվում ես, ինքը այս սառոճկայի բաները, ինքը հա, բան հասկացա։ Համար տենց դա նաև կարևոր է, էլի աշխատանքի համար, որ տենց չլինի։ Դու հարցը կարդացի։ Հա, կարդա ես եմ։ Եթե ձեր կյանքը լիներ սերիալ, ինչ կոմերցիոն անուն կտայիք, որ մարդկանց գրավեիք։ Փախուստ բանդից։ Եղել եք, չէ՞ դուք։
Մեջը դուք էդի չէ։ Նկարվել է այդ սերիալում։ Փախուստ բանտի ես Նարեկը Բալդոյան, Աբելյան։ Ամերիկան։ Չէ, ամերիկան չվերցրեցին։ Փախուստ բանտի։ Այդ կրինժը։ Իսկ ում կկանչեիք Եղավ դերասան։ քեզ։ Ես չեմ կրի, իսկ ում կկանչեիք որպես դերասաններ համել։ Հայտնի մարդկանցից կարող եմ ասել ում չեմ կանչի։ Հələ։ Քարնիկին։ Այսօր շատ է շարքում ինքը։ Լսի, դե իրականում մեր աշխատանքը էլի entertainment-ի մի մաս է, հա, էլի, ասենք, չգիտեմ, ազգային ժողովի նիստերը դրանք ինչ որ շոու է, որը մարդիկ նայում են։ Դուք headliner-ն եք։ Ման ամենակարևոր շոուն հայկական հեռուստաալիքում եւ տենց ինչ ա տեղի ունեն, մեկը կռվեց, մեկը ելույթ ունեցավ, մեկը մեկին մեղադրեց, մեկը ամուսնացավ, մեկը բաժանվեց եւ այլ, բայց այդ դրանից լավ բան պոպկորն ա։ Կարանք մի հատ բան ես իմ կողմից առաջարկեմ զուտ, որ մի քիչ sense մարդիկ ավելի sense հետաքրքրված լինեն, արժինիստի երգով սկսի ինչ որ։ Hey դուք, շոու սկսի։ Գիծկա պետք է չանցնես։ Ինչ որ գիծկա պետք է չանցնես։ Հա, որովհետեւ կարող է արդեն անհետաքրքիր։ Զուտ աստիկայի։ Փոս չունես, էլի։ Ընդհանրապես 31-ին 2031-ին մասնակցի ընտրություններին արի ազգային ժողով եւ այնտեղ արդեն այդ մեր կանոնները կսովորես։ Օ, ես դառնամ Դեպուտատ։ Մեր կանոնները վստահ որ Երմեկին լուրջ մտածեց։ Եթե իրանք ինձ պետքա պաշտպանեն պլյուս։ Բրծանն է բրինց հարցը, չէ, կար։ Մի հատ էլ երկու հատ էլ Կարա վերջանա։ Թարմ գնացինք։ Եթե ձեզ թույլ տային 1 օրով լինել ուրիշի դերում, ում տեղում կցանկանայիք լինել, անկախ դերասանը, քաղաքական գործիչը, Վարչապետը։ իրադերում այ կոնկրետ իրադերում չէի ցանկանա, որ մի օր է։ կապ չունի, գիտես ինչ դաժանա, ոյ։ No։ Ավելի շատ գիտեք որ հասկանանք իր գրքում ինչ է կատարվում, ինչ է։ Գիտեմ։ Օրինակ կուզենայի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդի տեղում լինեի, հետը հանդիպել եմ շատ հետաքրքիր, շատ կարելի ասել տենց գրքային կերպար է, Ֆիլիպը շատ է։ Գիտեք, ես այն առաջին անգամ տեսել եմ Ուրուգվայում հյուրանոցում բարձրացել էի նախաճաշ անելու վերջին հարգումներ հենց ու տեսա որ նստած ես չգիտեի ինքով, հա, բայց իրա նստելու ձևից, իրա կեցվածքից, հա։ Անդարտ նստած։ Չէ, հարցահանդարտը չէր, իրանից երևում էր որ թակավոր է նստած։ Ես կմեռնեի որ խոսքի sense մի 3 ապսով լիքը ֆուրշետի բաներ լցրած։ Իրական այդ ընկալումը գործիչների, քաղաքական գործիչների, նույնիսկ թագավորների, հա, բաններ եկել, շատ մեծ կազմեր եկել տարբեր երկրներից, նաև մենք էլ ենք ճանապարհորդում այդ fake խոսակցություն, այդ post-սովետական կաշառակեր երկրներին բնորոշ պատկերացումը, որ չգիտեմ, իշխանավորը պետք է ոսկուց ունիտազու օգտագործի, տենց իրանց ամեն ինչ բան։ Չէ, տենց ընկալում կա, բայց իրականում ժողովրդավար երկրներում, մեր կյանքում, մեր առօրյայում, ասենք դուք տեսել եք ես ոնց եմ ապրում, այնուամենայնիվ, եկեք չթաքցնենք այդ գաղտնիքը։ Հա, շատ բան է, ու գիտեք, մի հատ ուրիշ բան կա։ Օրինակ որ դու գնում ես հանդիպման, ենթադրենք գնաս Եվրոպա, ամենաբարձրաստիճան մարդու հետ հանդիպել։ Նույնիսկ մթնոլորտը հենց որ դու չես կարող ասենք, չգիտեմ, 15-20-30 հազար դոլարանոց կամ առավել թանկ ժամացույցով գնաս բան, իրանք քեզ վատ աչքով են նայելու, որտեղ իրանք հասկանան, որ դու նախ կաշառակեր ես, որովհետև դու աշխատավարձով չես կարող տենց բան քեզ ցույց տաս, ու արդեն քեզ անլուրջ են վերաբերվելու։ Այդ չտես մարդու բանա որ ինքը պետք է տենց հարուստ լինի, մարդ կա հիմա քաղաքական գործիչներից, հիմա սարոջկի քաղաքում այս տպավորությունը որ պոլից մետլախը փոկել հակել է, Այդ նշանակում է թանկա, թե չէ, այդ արտահայտությունը չհասկացա։ Այդ նշանակում է որ cringe բառ օգտագործեց, այդ վատ է, ու մարդիկ բան են։ Ցուցամոլա, այդ մարդը ինչքան բնական լինի, ինչքան անմիջական լինի, այնքան ինքը շատ լավ կընկալվի միջազգային հարթակներում։ Հասկացանք։ Շատ շնորհակալություն։ Որ հարցն է, որից ամենաշատն եք վախում ու որ կտանք այսօր։ Չկա տենց հարց, որից ես վախենում եմ։ Հարց ու պատասխանի ֆորմատը իմ համար ամենահաճելի ֆորմատն է, որովհետև դա իմ համար մարզանքա ուղեղի, դա իմ համար մարտահրավեր է ու տենց հարց չկա։ Դրա համար եմ ես բոլոր, չգիտեմ լսել եք թե չեք լսել, բայց ես
Հիմա ասենք ասում եմ, եկեք բոլոր 3-4 ամենակարևոր, չակերտավոր հեղինակավոր իրանց շրջապատում կամ ընդդիմության համար խմբագիրները հավաքվեն, գնանք ուղիղ եթեր եւ ես ուղիղ եթերում պատասխանեմ իրենց հարցերին, իրանք խոսափում են։ Ես երբևիցե իմ հարցազրույցների հետ կապված իմ հարցերը չեմ ուզում։ Այդ գիտեք ոնց է երկիշներ կան բան են, չէ, երկում ֆանոգրամա են երկում, երկիշներ կա իրանց համար սկզբունքային է, որ իրանք պետք է բան կենթանի ձայնով երկեն, իմ համար դա սկզբունքային հարց է։ Եղել է, բայց հենց զանգեք, ասեք, արի գնանք ախպերս, հենց հիմա ու եթերով իրար հետ խոսանք։ Լսեք, ես հիմա բարձր ասում եմ, ես պատրաստ եմ յուրաքանչյուր այն ընդդիմախոսի հետ, որը որ իմ հետ գտնվում է նույն հարթության վրա քաղաքական կշռի առումով, չգիտեմ, իր դիրքի առումով, ես պատրաստ եմ հետը գնալ ուղիղ եթերում բանավեճի։ Ինչի եմ սա ասում, որովհետև հիմա մի հատ բլոգեր բան այնպես կհայտնվի, Ալեքս Սիմոնյան, արի ասեմ, sense դեմքով ես չեմ կարող ասել բայց ասենք խմբագիրները, անդիմադիր մամուլի խմբագիրները, որոնք որ տենց մտածում են, որ իրանք դեպքում են, ասում եկեք, այդ մարտահրավերը բաց է, չկան։ Ասենք նախկին ազգային ժողովի նախագահներ, նախկին Հայաստանի Հանրապետության նախագահներ կամ մեծ ընդդիմադիր ուժերի յուրաքանչյուր ղեկավար, ես հիմա ասում եմ, ես պատրաստ եմ իրենց հետ ուղիղ եթերով բանավիճել։ Մտածի։ Ես այդքան խելոք չեմ ես հարցերի համար, ես հավաքեմ իմ վեշերը։ Մենք ուրիշ փուլ ենք, չէ՞։ Բամբաստել սիրում եք, պարոն Սիմոնյան։ Շատ։ Նստած էդ էինք անում։ Ուրեմն, այստեղից հանում ենք մի հատ անուն, մի հատ երկու հատ, նայած ինչքան կբամբասվենք։ Ու իրա մասին պետքա բամբասենք մենք։ Սուտ լինի, ինչ լինի, Հայտնի էտա։ անուններ են, Հա, ինչ-որ իհարկե։ Չէ, հայտնի մարդկանց։ Սուտ։ Չէ, սուտ չէ, Պետք է բամբասենք, բամբասանքի հիմքը ոչ միշտ է ճիշտ է, չէ՞։ Ես մտածում եմ իմանենց մարդալներ, որ քաշեմ հետը կապված ինչ որ այնուամենայնիվ ինֆորմացիա կունենամ։ Այդ շատ Գնի լավ է։ սուտ չպատմեմ։ Ոնց ուզենաք, ձեր Քաշեք։ ձերը քաշեք տենանք, հələ քաշեք։ Այ։ Գոր Վարդանյան։ Ունեք պատմություն իր այդ, ես։ Հա, դե մի անգամ պատմել եմ հերոստանգերությունից մեկի եթերում իր մասնակցությամբ մի պատմություն, որ ինքը այնտեղ էր։ Դե ինչ ասեմ, Գոր Վարդանյանը մի անգամ ինձ կարծեմ շատ ցածր կամ բարձր միավոր դրեց, երբ Բարոմեն Աստղերը Ժուրի էր ինք։ Հա, ժուրի, պատկերացնում ես, как բանը, կյանքը ինչ բան է, ինչ ծանր էր ինձ համար, որ ես ասեմ, տենց պետք է ծրագրին մասնակցեի, ինքը ինձ գնահատեր, բան։ Բայց Գոր Վարդանյանը պարող է, որ ձեզ։ Լսեք, դու Գոր Վարդանյանին չեք երևի։ ճանաչում։ Գոր Վարդանյանը ամեն ինչ է, ինքը մարդ լեգենդա, մարդ էպոխա է, մարդ կարատե է, բայց իրականում եթե բան չանենք, կատակը մի կողմ ես առիթից օգտվելով կարող եմ պարոն Վարդանյանին մի բան խնդրել, եթե կանի, եթե չի անի, մենք դա կանենք օրենսդրական ինչ-որ ձևով, այնուամենայնիվ, ես ուզում եմ նրան խնդրել ինքը դադարի ֆիլմեր նկարել։ Ես ասի հենց հիմա ածային ուղարկում է։ Չէ, այդպես բան մենք չենք անում։ Դե Ես իրան ուզում եմ խնդրել ինքը դադարի ֆիլմեր նկարի, որովհետև ինքը այդ ֆիլմերը նկարելով մարդկանց, մեր երեխաների, մեր սերունդը փչացնում է եւ շատ մեծ վտանգ է տալիս մեր սերունդին եւ մեր ժողովրդին, մեր մշակույթին, ամեն մարդ չի, որ պետքա ֆիլմ նկարի, բայց ինչի դադարի, այլ օրինակ ինչի ինչ որ մարդկանց գտնի, ովքեր կօգնեն այդ ռեսուրսը օգտագործել։ Չի անի, որտեղ ինքը ես կարծում եմ ինքը չի անի, որովհետև ինքը չի տեսնում, ինքը չի պատկերացնում ինքը ինչ է անում, հա։ Այդ գողական ռազմորկեքը, տղեկը, նույնիսկ եթե հերոսը լավն է, նույնիսկ եթե հերոսը դրական է, եթե ինքը այնտեղ ինչ որ բան է քարոզում, այն ամեն ինչ որ ինքը ցույց է տալիս։ Տեսեք, հետո մեր մոտ հիմա դենց էլ չի, որ հիմա այդքան քրեական վիճակ է կատարում, չէ՞։ Հա, բայց տեսեք, հասարակ օրինակ, հա, Գրոսնի ասեց կինոն, ֆիլմը, որը որ պատմության երևի լավագույն ֆիլմերից մեկն է, Ալ Պաչինոին նույնիսկ կինոակադեմիան Օսկար չի տվել, որպեսզի ինչ որ ձևով ռոմանտիզացնի, չխրախուսի։ Գիտես ինչ, անկախ նրանից, առավել եւս ակնհայտ է, չէ, որ ոչ ես, ոչ որևիցե մեկը Սկորսեզեի մակարդակի եւ Հոլիվուդի մակարդակի ֆիլմ չի կարող նկարել, ասենք այդ կրինժ բառը նույնիսկ չի սազում, այդ ինչ է, ասենք այդ ռազմորկեքը, այդ եսի մեծ արուսների երեխեքը, որոնք հիմա այնուամենայնիվ չկա, ասենք ինչ որ ով էլ որ կա, տենց
իրանց բան շատ չեն թույլ տալի, որտեվ գիտեն, որ պատժվելու են, հա, ի՞նչ է, ինչի ես դու դա ցույց տալիս, ինչի է տղու երեխայի կերպարը այդ օրինակը։ Մի խոսքով խնդրում եմ, պարոն Վարդանյան, Գորջյան, խնդրում եմ դադարի ֆիլմ նկարելը։ Իսկ որ ասիկ օրենսդրական օրինակ TV-ին միացնեմ sense բանաս ինձ աժեն նախագահ կարող լացեմ։ Նինա ջան, վիդեոները ջջիրիլերը։ Չէ, պետք չի, ես չեմ ուզում սա բան լինի, բայց ասենք չի կարելի էլի, անկեղծ չի կարելի։ Չգիտեմ, գրաքննություն է։ Ես բան եմ էլի, ես ընդդիմադիր լրագրող եմ։ Իսկ sense օրենք կարելի է մշակել, որ օրինակ թե կա, չգիտեմ ես անկեղծ կա ինչ որ սահմանափակումներ TV-ի մեջ, որ օրինակ այս մարդիկ չանեն տենց բաներ, զուտ է։ Չի կարելի, դա սահմանափակում է, դրա համար ես խնդրեցի գրաքննություն։ նախ եւ առաջ, ու եթե ինքը դա չանի, բնական է, ոչ մի բան իրան օրենքով չի լինի, բայց ես չեմ բացառում 10 հատ նկարել եմ միանգամից, բայց դա ասենք լավ էլի, ասենք Դա մի անգամ էլ քաշենք։ դու ես քաշում, Հա, հա։ ես եմ Դու քաշում։ գիտես ինչ ես քաշում։ Հրաչ Մուրադյան։ Հրաչ Մուրադյանի մասին բամբասեմ թե կարծիք ասեմ, թե ես Կարծիք ասեք, մենք կճոխացնենք։ Որ ես դրական եմ վերաբերվում ու շատ մարդիկ նաև գուցե չեմ բացառում ինչ որ պահի ես իրան տենց քննադատել եմ այդ կիսաբաց լուսամուտների հաղորդման համար, բայց կարծում եմ մենք ուղղակի մեր ժողովրդին լավ չենք ճանաչել, երբ որ տենց խոսել ենք եւ քննադատել ենք եւ կարծում եմ, որ լավ մեր հաղորդավարներից, փորձառու մարդկանցից մեկն է, որ մեր հեռուստատեսային դաշտում կա, շատ կուզենամ, որ ինքը ներգրաված լինի տարբեր ծրագրեր անի եւ ակտիվ լինի։ Ես հիմա գիտեմ ինչ որ ծրագիր է անում, որը որ տենց նստում են զրուցում են, բան, տեսել եմ մի քանի անգամ։ Մեծ թեման է, դուրն է շատ լավն է։ Տեսել եմ, բայց ասում եմ, իրանման փորձառու եւ բան Ինքը հիմա հարցազրույցներ էլ անում։ Շատ լավ է, օրինակ իրան չեմ խնդրում, որ ինքը դադարի գործանի, ես ինքը հասկացել է կիսաբաց լուսամուտը։ Անուն եք հաշեք։ Ես ուզում եմ մի հատ էլ։ Եկեք 4-ն էլ անենք, մի հատ։ Հա, լավ։ Օ։ Սուպեր սակո։ Սուպեր սակոն ինչ ասեմ, սուպեր սակոյի մասին շատ բան կարելի է բան ասել, մենք շատ վաղուց ենք իրար ճանաչում։ Ինքնուրույն իրոք իրար հետ է։ Օֆրե սուպեր սակո։ Ամուսնանան երևի մոտակայում, այո։ Սա չգիտեմ, պետք է ասեի ես։ Հրուշի հետ։ Հա, դե դի մենք բամբասել ասել։ Հրավիրի հարսարեկի։ Սա խնդրում եմ մեր երկու ընկերոջը նույնպես։ Ну, եթե իհարկե ինչ-որ նույնպես։ Կնի ես իրանց հետ գամ։ Ես իրանք անել եմ։ Բայց այնտեղ որ զալի աթոռի փողը 30,000 չի, հա։ Կդրեմ մեզ նստացրեք $100 Սուպեր շատ աշխատասեր տղա է, եւ ինքը իր աշխատանքի շնորհիվ իր կողքը կարողանում է ստեղծել շատ տենց հետաքրքիր, ինքը տենց աստղ է այնուամենայնիվ, հիմա կարող քննադատեն։ Հիմա կարող քննադատեն ասեն, այսպես բաներ անեն, բայց այնուամենայնիվ ինքը իր աշխատանքի շնորհիվ ինքը աստղ է, որը որ շատ տարբեր երկրներում շատ սիրված է։ Ես մի անգամ իր հետ եղել եմ Լիբանանում մի հատ ակումբում, այ բամբասանք։ Եվ ակումբի ակումբը շատ հանկարծակի ես այնտեղ հանգստանում էի, թե այցելել էի, չգիտեմ, ինչ որ գործեր ունեի, ոչ պաշտոնական։ Այցելել էի ու ինքը Կիպրոսում էր, ասեց այդտեղ ես կգամ ու երբ որ գնացինք ակումբ, իմացան, որ սուպերա եկել է այնտեղ, սեփականատերը խնդրեց, որ ինքը գոնե մեկ երգ կատարի, ու դուք չեք պատկերացնում այդ մեծ ակումբում ինչ կատարվեց, երբ որ քեզ խնդրում եմ 2-3 երգ կատարեց, մեկը դա, բայց դուք չեք պատկերացնում ինչ կատարվեց, երբ որ բան այդ վարողը ասեց Super Sacco in the house, տենց ես անկեղծ ասած իմ համար տենց նախ շատ հպարտ էի, որ իմ հայրենակիցը տենց այդ սախ crowd-ը, այսպես է, ինչ բառը օգտագործում։ Cringe crowd, ստեցատեք ունենակ այս սախ stage-ը բաներ անում, տենց ու հերախոսները հանեցին, բան, տենց իմացեք, որ շատ ինքը Բայց դու ֆիքսեցի, որ ասած զանգեց ասած ես Կիպրոս եմ գալի։ Ու Ռաֆը որ կոմիտասից Աբովյան չի գալի, պրոստը որտեղ չունի փող։ Ես ուզում միշտ այս պատմությունը պատմեմ, դե Մալդիվ էի, զանգեց ասես գալիս եմ։ Լավ է, իրար կողք կա այնտեղ տենց։ Հիմա սա 40 եվրով աշխարհը բոլորը թռնում են, ինչ Դա կներ է 40 եվրո կարամ նայեմ այսօր։ Հələ դեք Գագիկ Սուրենյանն է։ Վայ Սուրենյան ջան։ Ինչի համարը չի գալիս Սուրենյան ջան։ Իսկ դու որ ասում եք անշնորհակալ աշխատանք, իսկ ամենամեծ անշնորհակալ աշխատանքը պարոն Սուրենյանին է։ Չէ, դա շատ անշնորհակալ աշխատանքներ կան, բայց Սուրենյանին խնդրում եմ ինչ ապետ դրա համար ան, ինչ օրենք ընդունենք այս ամառը վերջապես գա։
Բայց կարակ չէ կրակեք բամբերը, որ ես այդպես ինֆորմացիա Դու լուրջ մտածում ես, որ աշխարհը տենց 3 կետի վրա է ու 3 վիճուկ են հենց կառավարում։ Ես հավատում եմ։ Այո, Ես էլ մտածում եմ։ Ամեն շատ ավելի պրիմիտիվ է։ Հա։ Խեղճ զուգը շոկի մեջ է, ինֆորմացիա։ Եթե այլ ուտելու բան չկա գնամ։ Չէ, ոնց ուտելու, ո՞նց ոթ եմ։ Հապոս մեր շարմը։ Հիմա որ պատվիրացնենք, արդեն Պերաշկին կամ քիբիրը։ Մի հատ տենանք սառնարանում տնեմ ինչ կա։ Կներեք էլի։ Օպ։ Էլի քաղցրա։ Խայտարակ եղանք ես մորթու մոտ, հազիվ հյուրեր եկել։ Մի բան շուտ սարքի, ես որ նարդի խաղանք, դու մի բան սարքի։ Պոլոսիմոր այնքան զրո եմ այդ հարցերի մեջ ես։ Այս դակատա պրոստը պետք է եռացնենք նոր տակելի, բրուցելոս չլես մարդեք սանեն։ Չէ, ես չեմ արել։ Թթու վարուն գապան, բայց մի հատ, չգիտեմ, նավսյակի փորձենք, էլի բրուցելոզից ես վախում եմ։ Չէ մի բաց, դա հիմա երևի իր մահով մերել է այդ բանը։ Ես գնում ենք սրանից հետո ճաշարան ու հաց ենք ուտում, ես խոսք եմ տալիս։ Всё, գնում ենք ճաշարան։ Սաղին պատիվ ենք տալիս, ռավ։ Բայց պյուրե կրեցնել չի կարելի։ Չէ, իրանք կարող են ինձ պատիվ տալ, ես չեմ կարող իրանք պատիվ տալ։ Այ ինձ կա, ես մեկը իրանք չեմ քվերգելու։ Ոնց մի րոպե այս ընթացքում դուք չեք կար, այդ ի՞նչ մոմենտ է։ Հա։ Ես չգիտեի ինչ հետաքրքիր։ Հիմա եթե ես քեզ բան խոստանամ, որ դու ինձ ընտրես, կամ ասենք բան խոստանամ, ասեմ օրինակ ես քեզ, չգիտեմ, փող կտամ, կամ ասենք քեբաբ կառնեմ, կամ չգիտեմ, Սուպեր Սակոյի հարսանիքին մի խոսք տվեք, որ Չէ, ես չեմ, դա սուպերոթ եմ մտածում։ Մեր հաջորդ ակտիվությունը հոսանքին հակառակն է։ Այս ակտիվության ընթացքում մենք ձեզ տալիս ենք տարբեր թեմատիկ հարցեր, որտեղ դուք պետք է պահեք հակառակ տեսակետը, արդարացնելով հնչեցված հարցը։ Ո՞ւմ ես դու ես կարծեմ։ Հա էլի, այս Նինա որ գրած է։ Եվ այսպես, մեր հաջորդ ակտիվությունը հոսանքին հակառակն է, վերջակետ։ Ճիշտ է կարդում։ Այս ակտիվության ընթացքում մենք ձեզ տալիս ենք տարբեր թեմատիկ հարցեր, որտեղ դուք պետք է պահեք հակառակ տեսակետը, արդարացնելով հնչեցված հարցը։ Հարցերը, հիմա ես կարդալ գիտեմ։ Հարցերը հիմնականում հասարակության կողմից ընդունված դիրքորոշումների հակառակ տեսակետն են, բայց դե մեր նպատակն է ինչ-որ կերպ արդարացնել հնչեցված հարցը։ Գնացինք։ Ինչ է ուշանալը լավ սովորություն։ Դե ուշանալը լավ է, որովհետև այդ ընթացքում կարող ես մտածել եւ մարդիկ կարող են նաեւ հաց ուտել մինչեւ դու գաս եւ դու չես գերանա եւ ավելորդ սնունդ չես օգտագործի եւ պետք է ավելի հաճախ ուշանալ։ Շատ լավ է։ Որ նաեւ քո գինը իմանան։ Հա, այդ է։ Դե ձեր գինը գիտենք։ Ինչու է պետք շաբաթը 4 օր լինի աշխատանքային։ Որովհետև որակ չի քանակը եւ աշխատանքի մեջ դա պարտադիր չի, դեպ որոշ երկրներում, սկանդինավյան երկրներում, օրենսդրեն դա արդեն ֆիքսված է եւ աշխատում են շաբաթը 4 օր։ Իսկ այդ տնտեսության վրա չի ազդի։ Չէ, իրականում, որովհետև նստել կոմպի դեմ, շարիկ գլորել եւ ուղակի ձև անել աշխատելու եւ աշխատանքը անել։ Գիտեք, մարդիկ կան, որ ասում են, դե միջև ուշ ժամը նստել եմ աշխատանքին, միջև 9 ստեղ եմ եղել։ Իրականում դա նշանակում է, որ դու քո գործը չես կարողանում անել եւ քեզ հավելյալ ժամանակ է պետք, որ դու կարողանաս քո գործը անել։ Ես անգամ գիտեք ինչ եմ մտածել զուտ այս թեմայով։ Նայեք, ես հասկացել եմ, որ մարդիկ առավոտ ժամը 6-ին որ արտանում են, իրենք ընդհանրապես պրոդուկտիվ չեն։ Պրոդուկտիվությունը սկսվում է ժամը 12-ից հետո։ Ինչի չեն անում աշխատանքները, որ 12-ից մինչև 6-ը լինի։ Դե օրինակ մարդիկ կան, որոնք որ առավոտը շուտ են արտանում, որպեսզի ազատ ժամանակ ունենան, որովհետև օրինակ ինչ-որ բաներ կան, որ դու քո համար պետք է անես, հա, բայց դու աշխատանքի բերումով, օրինակ, չգիտեմ, մեր վարչապետը շատ շուտ է արտանում, շուտ է։ Քանիսին։ 4:30-ից երևի Դրա համար միշտ առաջի ռիլը իրան է բերում։ Հա։ Արտանումը Աշխարհում։ Շնորհակալություն իրան, որ ժամը այդ ժամին չի գրում, մեզ գրում է այդ ընդհանուր չաթերում ժամը 7-ից սկսված, հա, բայց այնուամենայնիվ ինքը տենց նաև պարապում է այդ ժամերին, այդ թմբուկը եւ այլն, կարդում է, շատ սիրում է կարդալ, այդ սաղմոսներն է սովորում։ Իսկ քանիսին է քնում, եթե 4-ին է։ 12-ի կողմերը 11-ից սկսած։ Իսկ շաբաթվա որ օրերը կհանեիք, կսարքեիք ոչ աշխատանքային։ Ոչ աշխատանքային կսարքեի ուրբաթը։
Փաչապատ Կիրակի։ Ուրփաթ Կիրակի Իդեալական է։ Իրարի, այո։ Մեր 5 շաբթի ուրփաթ Կիրակի մեր այգին ալի է։ Լուբոյ հարցի պատասխան ունեք։ Հիմա երրորդ հարցը։ Ինչու է Կանչել եք մին այդ բանի մասնակիցին ասում եք կարող ես պատասխանես։ Ինչու է պետք վերցրած պարտքը երբեք հետ չտալ։ Էդ իմ մասով է հարցը։ Երբեք պետք է հետ չտալ։ Ինչու է պետք վերցնել։ Մարդը քեզ դրանից հետո էլ պարտ չտա եւ դու հարաբերություններ չփչացնես այդ մարդու հետ։ Այդ որ չտաս։ Ճիշտ եք ասում։ Միշտ ինչ-որ կապվածություն ունես այդ մարդու հետ։ Պետք է հետ չտալ, որ այդ մարդը միշտ կարողանա քեզ ազատ բան խնդրել եւ դու կատարես։ Okay, հասկացա։ Ինչու է լավ, երբ հյուրը գալիս է առանց զգուշացնելու։ Բայց դա իրոք լավ է այտենց։ Որ կռիվ ես անում ինչ որ մեկի հետ կամ տրամադրություն չունես, մեկ էլ հոп հայտնվում է։ Դու վրաս։ Հյուրը ուզած չուզած արդեն նաև հաց ես ուտում ստիպված, ահա, այտենց ինչ որ բան ես հյուրասիրում բան։ Բայց եթե դուրս էիր գնում, տեղ էիր գնում արագի մեջ։ Իրար հետ եք գնում, մենակ չես գնա այդ տեղը։ Հաճախ կա նիստին կողը նստած։ Սենց ասեմ, այս բոլոր թեմաների մեջ տեղավորցրիք մեզ կոպիտ ասած։ Ես համոզվեցի, որ սա օքեյ է։ Նայեք, բան իրականում ես ձուկը շատ գախնապա, բայց մենք չէ, ասեմ ավելի նկարում էինք ես։ Ինչ որ բան ասում, այս պահին ինձ ինչ որ բան ասում։ Ոնց որ ասում փախի։ Շուտը կտրվավ էս։ Իսկ չեք օդ չեք փչում էջը։ Չէ, տես ինչ որ բան չպետք է չթութուվարում չգցես։ Չէ, դնեմ ոչ։ Չի ուտում ինքը դա։ Չէ, ինքը գախնապա, սա կպահի, իրականում շատ շնորհակալ ենք այս անկեղծ զրույցի համար, չգիտեմ, իմ համար ուրիշ կողմից բացահայտվեց ԱԺ նախագահը, այսպես ամպագորգոր։ Մի օր հարցնեին ԱԺ նախագահին հենց հարցեր կտայր, կասեի չէ, չգիտեմ, բայց արի ուտես։ Այդ օրը եկա։ Հուսամ ձեզ հետաքրքիր էր մեր խոհանոցում։ Անսովոր էր ձեր խոհանոցում, բայց խնդրում եմ այդ խոհանոց եք դրել անը գոնե մի կետոր հաց ունեցեք ուտելու ստեղից, ինչ գնում ենք ճաշարան, գնացեք։ Պետական սուբսիդավորման Դերյուրե։ Գնանք ճաշարան հաց ուտենք։ Գնանք ճաշարան հաց ուտենք։ Մենք գնացինք պարոն Սիմոնյանի հետ ընթրելու, իսկ դուք ձեր գլխի չարը տեսեք։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան։ Շատ լավ է։ Իդեալ։ Ոյ։